Ինչու կյանքդ չի ստացվում, և ինչու ես դու տառապում, կիմանաս հենց հիմա, բանը նրանում է, որ գոյություն ունի երկու իրականություն, ռեալ և հորինված, այնինչ արդեն տեղի ունեցավ, ռեալն է, այնինչ դու էիր պատկերացնում, որ պիտի լիներ, ընդամենը քո ռոմանտիկ երևակայությունը, տիպիկ իրավիճակ, դու ամեն ինչ արել ես քո կնոջ համար, նվիրվել անմնացորդ, թրտինք ու արյուն թափել նրան ապահովելու համար, բայց մի գեղեցիկ օր նա դավաճանում է քեզ և փախչում ուրիշի հետ, ու ինչ է իր ակնկալում, որ նման բան պիտի չլիներ, որ նա անարժան պոռնիկ է, ոչ իմ տառապյալ ընկեր, ոչ թե կյանքն է անարդար, այլ դու ես տգետ, և չես ունեցել բավականաչափ տեղեկություն կնոջդ արժե համակարգի մասին, դու նրան լիարժեք չես ճանաչել, հիմա ում խնդիրն է դա, նրա, անարդար կյանքի, թե քո, կյանքը գնացել, գնում և գնալու է իր հունով, այն խորապես թքած ունի իմ, քո և մնացածի վրա, որ դու թույլ ես և հալածված, դա խոսում է միայն քո ցածր ինտելեկտի մասին, այստեղ շատ տեղին կլինի հիշել, որ ինտելեկտը դա իրականությունը գիտակցելու, դրան ադապտացվելու և վրան ազդեցություն ունենալու կարողությունն է, ես Արսեն Առաքելյանն եմ, Հայաստանում ինտելեկտի զարգացման միակ նախագծի հիմնադիրը, դու կարող ես շարունակել ապրել զոհի տառապյալ կյանքով, կամ վերջապես փոխել կյանքիդ որակը հզորացնելով ամենաուժեղ զենքդ, եթե ընտրեցիր երկրորդը, ուրեմն շնորհավորում եմ, բարի գալուստ իմ զարգացող ընտանիք։